Բարև ձեզ։ Այսօր շատ խորհրդանշական եւ խորհրդավոր օր է։ Ապրիլի 24-ը մեր ցավի, բայց եւ վերածննդի օրն է։ Մեր ինքնությունը վերագտնելու մասին է ապրիլի 24-ը։ Եվ փորձելու ենք այսօր ոչ թե սգալ, այլ միասին հասկանալ, թե ինչպես հայկական երգը դարձավ հայի ինքնության վերագտման ուղին, այդ ինչ զորություն եւ ապաքինող ուժ ունի հայկական երգը, որը Կոմիտաս վարդապետի միջոցով մինչ օրս դարձել է հայի ուղեկիցն ու պահապանը։ Մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք մի արվեստագետի, ով իր արվեստի միջոցով փորձում է կամրջել անցյալն ու ներկան, որի ներկայացման մեջ Կոմիտասը հնչում է թե որպես աղոթք, թե որպես ապագայի կոչ եւ ապաքինող ուժ։ Մեր տաղավարում է դերասան, երգիչ Հայկ Պետրոսյանը։ Բարև ձեզ, Հայկ։ Բարև ձեզ։ Շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Փոխադարձաբար շնորհակալ հրավիրելու համար։ Իհարկե, մեր հիշատակի օրերին, հատկապես ապրիլի 24-ին, վերջին տեղում չէ, որ հիշում ենք Կոմիտասին, նրա ողբերգական կյանքի ավարտը, եւ հետաքրքիր է ներկայացման մեջ, որը կոչվում է Կոմիտաս ձայնաշխարհ։ Արդյոք հաջողվել է Կոմիտասին ներկայացնել ոչ թե որպես զոհ, այլ որպես մշակութային մեծ առանցք մեր ամբողջ պատմության մեջ, մեր երգարվեստում եւ առհասարակ ինչպիսին է Կոմիտասը ձեր ներկայացման մեջ։ Գիտեք, Կոմիտասի կյանքը այնքան բազմաշերտ է, այնքան շատ են ուսումնասիրությունները։ Նա մի մարդ է, ում կյանքը դարձել է գիտություն, կոմիտասագիտություն։ Եվ մի ներկայացման մեջ շատ բարդ է ամբողջ պատկերը իհարկե տեղավորել։ Առավել եւս այս փուլում ես համարում եմ ինձ սկսնակ, այսպես ասած, այս կոմիտասյան թեմայի մեջ վերջին տարի կես 2 տարին է ինչ այսպես փորձում եմ խորացված ուսումնասիրել, սովորել։ Կոնկրետ Կոմիտաս ձայնաշխարհ ներկայացման մեջ փորձել եմ մի քանի ընդհանուր կարևոր դրվագներ ներկայացնել վարդապետի կենսագրությունից, սակայն ընդհանուր շեշտը ավելի շատ դրված է երգերի վրա, երգելու վրա եւ այդ երգերի միջավայրը բացելու վրա, որովհետև ինչպես նշեցիք, այդ երգերի մեջ կա ինքնություն, պատմական հիշողություն, մարդկային փոխհարաբերություններ, ընտանեկան կյանքի կազմակերպման փիլիսոփայություն, ուղղակի շփումներ, մարդ բնություն փոխհարաբերություն, շատ բաներ կան եւ այդ միջավայրն եմ փորձել հնարավորինս ստեղծել, թե ոնց են այդ երգերը ծնվել, ոնց են հնչել, իսկ վարդապետի կենսագրությանը փորձել եմ ավելի շատ այնպիսի բաներ պատմել մարդկանց, որոնք կոգևորեն նրանց, ավելի կենսահաստատ են։ Այո, մենք հասկանալի պատճառներով մեզանում մի տեսակ վարդապետի կերպարը ողբերգական է առաջին հերթին ընկալվում, եւ կա նրա կյանքում իսկապես այդ ողբերգական պահը մի մարդ, ով այդ երգերի երաժշտության, այդ ամբողջ ձայնաշխարհի, այսպես ասենք, կառավարողներ, երգողներ, ստեղծողներ, ուղեկցողներ, պատմության փլատակներից հանող վերակենդանացնող էր, այսինքն այդ ձայների, երգերի երաժշտության մեջ ապրող մեկը կյանքի վերջին մասը, վերջին 20 տարիները անցկացրեց լռության մեջ։ Իհարկե այս մասը կա, սակայն ես փորձել եմ ավելի շատ ընդգծել այն Կոմիտասին, որը կարողացավ բացահայտել իր հսկայական ներուժը, լինելով 10 տարեկանում արդեն որբացած երեխա լինելով եւ այսպես որդեգրվելով Էջմիածնի կողմից, ինչպես նա կարողացավ սովորել հայոց լեզուն, ճանաչել հայկական երգը, այդ հսկայական աշխատանքը, որ նա արեց, հետո գնաց Թիֆլիսում սովորեց, Բերլինում սովորեց։ Սա հատկապես ուսանողների համար եմ, որ իրենց հետ հանդիպում եմ, միշտ ընդգծում պատմում եմ, թե ինչքան օրինակել է նա այդ տեսանկյունից եւ իր այդ տիեզերական հանճարի կողքին կամ հիմքում նաև դրված է հսկայական աշխատանք եւ սովորել ու լինել ուսյալ մարդ, աշխարհը ճանաչել, աշխարհին կարողանալ քո ասելիքը ներկայացնել։ Այս տեսանկյունից մենք այդ օրինակի կարիքը շատ ունենք, կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ իր ասպարեզում հետ անպայման չի երգերաշտության մեջ լինի, որպես մարդ էլ Կոմիտասը իսկապես բացառիկ երևույթ էր։
Իդեպ շատ քչերին է հայտնի, որ նաև շատ մեծ հումորի տեր մարդ էր։ Շատ կատակասեր էր ասում։ Այո, մենք բոլորովին այլ կողմից ենք ընկալում Կոմիտասին, այդպես է միգուցե մատուցվել եւ այն ժառանգությունը, որ նա թողել է նաև իր կարճ կյանքի կենսագրությունը դեռ շատ ուսումնասիրման կարիք եւ առիթ ունի։ Չեմ կարող չհարցնել, ինչպես եղավ անդրադարձը այս կերպարին, այս թեմային, որովհետեւ ձեզ ընկալում են որպես երգիչ, տարբեր ժանրերի երգերի, նաև հումորիստ եւ կարելի ասել, որ ինչ որտեղ հանկարծ ներկայանում եք այս չափ լուրջ թեմայով, ինչը եղավ շարժառիթ եւ ինչպես որոշեցիք այս գեղեցիկ եւ շատ տարողունակ ձայնաշխարհ, որ ասում եք, ես մտածում եմ, որ դա հավերժություն է, ոչ սկիզբ ունի, ոչ վերջ, հատկապես Կոմիտասի պարագայում։ Կոմիտաս իսկապես շատ այդպես կենսուրախ մարդ է եղել, այդպիսի հսկայական աշխատանք անող մեկը չէր կարող լինել իր էությամբ այդպես ծույլիկ դեպրեսիվ չէր լինի, նա շատ կյանքով լի էր, ասում եմ, մեկ նայում ենք այդպես թրվռան կատակասեր էր, մեկ էլ նայում ենք տենց գերմանացի փիլիսոփայի դեմքով նստած մտմտում էր, ինչ գալով ինձ այսպես եղավ։ Հիմա որ sense հետադարձ հայացքով նայում եմ վերջին 10 տարիների մեծ բեմական կյանքը ելույթները շատ տարբեր են եղել, ստենդափների ժամանակ էլ է երգում, հետո երկար տարիներ Շարլ Ազնավուրի երգերն եմ երգել։ Կոմիտասը բոլորովին այլ աշխարհ է։ Հա, հետո պատերազմից հետո 44 օրից հետո 2021-22 թվականներին տենց շատ ինտենսիվ հեղինակային երգեր էի գրում, տենց այդ բարդային ոճի մեջ մի քիչ տենց Վիսոցկիա հախվերձյանական տրամադրություններով, այսպես ասած, այդ ոճին շատ հարազատ է, շատ սիրելի է։ Ու այսպես եղավ իրականում մի երգ ունեմ, որի վերջում այդպես Կոմիտասի երգերից մեկն էի միացրել, այսպեսի մի մաս կա, ասում երգում էի ու Կոմիտասով մեր հիացած, նկատի ունենալով մեր Կոմիտասի թաղը, ես կոմիտասցի եմ էլի Երևանում տեղում ծնվել մեծացել, հետո ասում էի ու Կոմիտասով մեր հայացած, նկատի ունենալով վարդապետին, ու սենց այսպես ասենք երաժշտական տրյուկ է ինչ որ արել, որ ասում էի ու Կոմիտասով մեր հայացած, ու Կոմիտասորներ ուրփաթ լուսի շաբաթ գաշտերի ենք մալաքյավ հազար ափսոս Մոկաց Միրզան բերում էի Մոկաց Միրզային եւ սկսեցի պարապել, որ հավուր պատշաճի այդ թեկուսի փոքրիկ հատվածը ներկայացնեմ, հասկացա, որ օրինակ ես կարդում եմ օրներ ուրփաթ լուսի շաբաթ հասկանում եմ, բայց գյաշտեր իրենք մալաքյավ է, ես չեմ հասկանում ինչ է նշանակում գյաշտեր իրենք, մալաքյավեն ինչ է, ջիզր ինչ է, սաֆար կերթամ չուրչի, ասենք սաֆար արաբական բառ է, ճանապարհ նշանակում է։ Մի խոսքով այսպիսի հետազոտությունների մի ընթացք սկսվեց, որ սկսեցի շատ կարդալ, ուսումնասիրել, փառք Աստծո մենք ունենք շատ մեծ, շատ լուրջ գիտնականներ, կոմիտասագետներ, երաժշտագետներ, հրաշալի ուղակի երգիչներ, երգչուհիներ, երգչախմբեր, մի ամբողջ այսպես համայնք ասեմ, ինչ ասեմ, կան մարդիկ, ովքեր այս կոմիտասյան աշխարհի իսկական նվիրալներն ու պահապաններն են, եւ շատ մաքուր մարդիկ են նրանք, շատ իսկական այսպես ազնվականներ, ես այդպես կձևակերպեի նրանք, որոնք համ գիտելիքներով շատ մեծ պաշար ունեցող մարդիկ են, համ էլ բարոյական արժեքների բարձր տեր մարդիկ են։ Եվ այսօր այս on-line աշխարհի շնորհիվ հնարավոր է նրանք էլ իրենց գիտելիքը, այսինքն անվճար տալիս են, այսպես ասած, եւ շատ ուրախությամբ են կիսվում, սկսեցի սովորել նրանցից, սովորել հավաքագրել այդ գիտելիքը, այսպես ասած։ Հետո սկսեցի երգել։ Սկզբից ուղղակի գնում էի, փորձում էի, փակվում էի, մի հատ փորձատեղ ունեի, ժամերով երգում էի, փորձում էի հասկանալ կարող եմ, չեմ կարող։ Վերջի համարձակվեցի, երբ այդ Տավուշյան իրադարձությունները սկսվեցին, Ոսկեպար, Ոսկեվան այդ շրջանում, Ոսկեվան գյուղում իրենց մշակույթի տանը առաջին ելույթը ունեցա, վայելել է, անվանել է այդպես, պատմում երգում էի։ Ու այդտեղից սկսվեց ելույթների ճանապարհը, կարելի ասել, եւ շատ տարբեր եւ շատ հետաքրքիր մի դաշտ բացվեց ուսանողների հետ հանդիպումներ դպրոցականների, մանկավարժների, սարերում երգել, ձորերում երգել, Երևանում մուրացկանների համար եմ շատ հաճախ երգում, մեկ լինում է հանդիպում, մեր շողերջանը մի տուն երգում եմ, եւ զարմանալի, հա, հենց փողոցը։ Մի անգամ
Միկին մոտեցավ գումար խնդրեց, տես ասում եմ Մարիկ ջան, այս քեշի դարը վերջանում է, էլի արդեն։ Ասի ուզում եք մա երգեմ ձեր համար, մոտես չկար, ասենց ասես ոնց զարմացավ բան, այդպես ցածր իր համար երգեցի, ահամբելաձուն չի գալի շողեր ջան։ Մի զարմանալի ինչ որ զգացմունքային բան տեղի ունեցավ ամիջապես եւ ասեմ ձեզ այս երգերը շատ իրանք ուղղակի երգեր չեն, էլի։ Տամբալը տաշ չի միայն, այսպես շատ յուրահատուկ աշխարհ է։ Այս երգերի հիմքում մի կարևորագույն զգացմունք կա դրված եւ թող պաթոսական կամ անպագորգոր չհնչի, խնդրում եմ ոչ մեկ այդպես չընկալի մեզում կնդրողներից, շատ པարզ է ամեն ինչ։ Ժողովրդական երգի հիմքում դրված է սերը, սիրո զգացմունքը։ Մայրը, որ օրորոցային է ծնում իր երեխայի բալիկի համար, չի կարա տենց չսիրի այդ երեխային, մեկ էլ տենց ռուրի այդ մեղեդիները հնչեցնի, այն շինականը, որ եզները լծել է, հսկայական աշխատանքի արել, նահապետական այդ գութանը, այդ հո, հե, ահորա, այդ շարժումը այդ երգի մեջ բան կա, սեր կա դեպի հողը, դեպի աշխատանքը, այն կերպարը, որ երգել է անձրևն եկավ շաղալեն, ուրու տերև դողալեն, վայլելելե ջան լելելելելելե ինքը սիրել է այդ բնությունը, սիրել է այդ անձրևը։ Մենք այսօր մի հատ թեթև անձրև է սկսում խցանում լարվածություն։ Այն ժամանակվա մարդը ապրել է բնության հետ, բնության մեջ լինելով այդ բնության մի մասնիկը, կապված լինելով։ Հովն էլ սարերից է ակնկալել, չէ՞, Հովարեք Սարեր ջան։ Եվ այդպես տարբեր ելույթներով շարունակեցի ճանապարհը, տարբեր համագործակցություններ էլ եղան եւ շատ շնորհակալ եմ այն մարդկանց ում հետ որ եղավ Խազեր երգչախմբի հետ մի քանի ելույթներ ունեցանք ընդհուպ միջև դիմաց Լեռան Գագաթին անձրևի տակ ելույթ ունեցանք Լիլա Քարյակի հետ Երևան Լարային Քարյակի հետ էլի տարբեր մարդկանց հետ եւ հիմա այս ամեն ինչը եկավ այս Կոմիտաս ձայնաշխարհ ներկայացմանը հանգեց որ հուսամ շարունակական կլինի եւ ընդհանուր առմամբ մի այսպիսի բաց կա, ինչքանով որ իմ ուսումնասիրությունները ինձ ցույց տվեցին, մենք ունենք ճգնախ հզորագույն մշակութային ժառանգություն, որ ավաղ լայն իմաստով ճանաչված չի։ Շատ բաներ ունենք դեռ բացահայտելու եւ այդ երգերի մեջ ինքներս մեզ կբացահայտենք, մեր պատմությունը կբացահայտենք, մեր ուժեղ եւ թույլ կողմերը կտեսնենք, մեր զգացմունքային ներաշխարհը եւ ինչու ձայնաշխարհ, որովհետեւ այս ժառանգությունը դրանք ձայներ են, այսպես ասենք, որոնք հնագույն ժամանակներից անցել են դարերի միջով, ինչ որ մշակութային բաներ չեն պահպանվել, սակայն սա պահպանվել է։ Ու այս կոնտեքստում նաև սկսեցի ուսումնասիրել թե ինչ է ձայնը, ընդհանրապես ձայնի փիլիսոփայությունը։ Մենք այդպես ուշադրություն չենք դարձնում հաճախ, սակայն մենք ապրում ենք պատկերների եւ ձայների աշխարհներում։ Մենք 16 շաբաթականում մարդը դեռևս չձևավորված մամայի փորիկի մեջ սկսում է լսել ձայները, ընկալել ձայները, այսինքն մեր առաջին ընկալումները ձայնային են։ Երբ որ ծնվում ենք, ճչում ենք, ձայն ենք հանում, առաջի ժամեր, շաբաթները չենք տեսնում, լսելով ենք ընկալում միջավայրը։ Ինչ է լսում նորածին երեխան, ագրեսիվ ձայներ, թե քնքուշ օրորոցայիններ։ Եվ ընդհանրապես մեր շուրջը ամենուրեք ձայներ են։ Դա կլինի քաղաքի ձայները, պատերազմի ձայները, բնության ձայները, որոնք մեր ներաշխարհին այսպես հանգստություն են տալիս։ Անկամ ներքին ձայնը էլի ձայն է։ Այո, հին աշխարհում տարբեր քաղաքակրթություններ աշխարհի արարումը կյանքի սկիզբը ձայնի հետ են կապել, ասենք ասում են Բրահմա աստծո հինդուիզմի մեջ Բրահմայի առաջին դրսևորումը եղել է հնչյուն, աում հնչյունը։ Քրիստոնեության մեջ ի սկզբանե բաններ բանը միտքը առողջությունը որ դարձավ ձայնի ընդհանրապես, որովհետև այդպես ասում է եւ Աստված ասաց եղիցի, այո, ձայնը խոսքը եւ ամենահետաքրքիրն է որ այս արտաքին ձայնաշխարհից զատ, որը շատ կոնկրետ ազդեցություն ունի յուրաքանչյուր մարդու վրա, այսինքն լինում է օրինակ ցույց են ծրում ձայնային զենքով, ասես բաներ միացնում հերցերը շատ բարձր մարդը չի դիմանում, կամ նույն բանը գոռալով ասես ուրիշ է, հանգիստ ասես ուրիշ է, շշուկով ասես ուրիշ է, շատ ուրիշ է շշուկով, եւ ամենահետաքրքիրը որ այս արտաքին աշխարհից բացի, այո, ինչպես նշեցի, կա ներքին ձայնաշխարհ։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ներքին
աշխարհ, մի ամբողջ աշխարհ ձայներ իր մեջ։ Դա իր մանկությունից եկած ձայներն են, իր երեխայի, իր ծնողների, իր ընկերոջ ձայներն են։ Եվ իր ձայներն են։ Մենք մեր մեջ մի քանի հատ մեր ձայնից ունենք, էլի, որ այդ Tom and Jerry մուլտֆիլմը կհիշեք, որ սատանան ու հրեշտակը դուրս են գալիս, սկսում են ինչ-որ բանավեճ։ Այդ ամեն ինչի մեջ մարդ պիտի կողմնորոշվի, գտնի ներդաշնակություն, եւ այդ ներքին ձայնաշխարհի ամենաբարձր կետը մարդն անվանում է խղճի ձայն։ Եվ հաճախ մենք մեզ չափում ենք, գնահատական ենք տալի հաշվի առնելով այն հանգամանքը, ինչքանով մենք լսեցինք մեր խղճի ձայնը եւ լսեցինք արդյոք եւ լսելուց հետո ինչքանով գործեցինք այդ ձայնին համապատասխան։ Հաճախ դիմացինին էլ ենք այդպես գնահատում նրա խղճի ձայնով։ Այսինքն այս ձայնի փիլիսոփայությունը մա շատ ծավալվեմ չհոգնեցնեմ ձեզ, բայց ինքը իսկապես շատ այդպես կարևոր բան է, թե մարդկային փոխհարաբերջ վերջապես մեր շփման առաջին միջոցն է։ Այսինքն թիմային աշխատանքում կլինի, թե անհատական այսպես կապ չունի, ձայնը շատ կարևոր է։ Եվ այս կոնցեպտով, այս տեսանկյունից, երբ որ նայում ես Կոմիտասյանի ժառանգությունը, եւ տեսնում ես, թե ինչպիսի բարեբեր դրական ազդեցություն ունի այն յուրաքանչյուր մարդու վրա, երեխաներից սկսած մինչև ավելի տարիքով մարդիկ, տեսնում ես, որ հայ ժողովուրդը ուղղակի մի ցնցող, չքնաղ, մաքուր մշակույթ է ստեղծել։ Սակայն էլի գալով մենք բաց ունենք, ցավոք սրտի այդ մշակույթը այդքան ներկա չի մեր կյանքում, եւ մենք անդադ խոսում ենք Կոմիտասի մասին, մեծարում ենք նրան, վերապրում ենք նրա հետ իր կյանքը այդ ուրախություններով եւ դառնություններով, սակայն այդ խոսքը ապրումները բավական չեն։ Հիշատակը պահելու համար պետք է երգերը ապրեցնենք եւ յուրաքանչյուրը իր չափով պարտադիր չի դրա համար լինել բեմի մարդ, ընդհանրապես պարտադիր չի։ Այս երգերը գյուղերում բնության մեջ ծնված երգեր են, ոչ մեկ մասնագիտությամբ երգիչ չի եղել, էլի, բայց տեսեք ինչպիսի երանգներ են հնչեցրել մարդիկ։ Եվ ամենակարևորը, որ մի այսպիսի ձևակերպում ունի Վարդապետը, ասում է երգը հոգու հայելին է։ Առաջին հայացքից շատ պարզ, միանգամից ընկալելի նախադասություն է, միտք է եւ միևնույն ժամանակ շատ բովանդակային։ Ինչ է երգը, ինչ է հոգին, ինչ է հայելին։ Հայելին ընդհանրապես հակառակ պատկերն է ցույց տալիս։ Այն իմաստով, երբ որ մենք այստեղ աջ ձեռքն ենք բարձրացնում, հայելու մեջ ձախն է բարձրանում։ Եվ եթե մեր իրականությունը դիտարկենք հայելանման այդ Կոմիտասյան մշակութային ժառանգության հետ, մենք տեսնում ենք, որ այդ հայելու մեջ, այդ հոգու հայելու մեջ, այսպես ասած, շատ ուրիշ արժեքներ են տիրում։ Իսկ մեր իրականության մեջ այդ արժեքների պակասը շատ կոնկրետ զգացվում է։ Սկսած մարդ բնություն փոխհարաբերություններից, այսօր աշխարհը էլի այսպես ասենք էկոլոգիական սարսափելի վիճակում է սկսված նրանից, որ բնության մեջ շշեր աղբ են թողնում, բայց այդ քիչ չարիքն է, մեծ չարիքը իրականում են հսկայական ընկերություններն են, որոնք օվկիանոսներ են աղտոտում։ Օրինակ իսկ այս մեր երկերում այդպես չի, մարդ բնություն փոխհարաբերությունը շատ ուրիշ ձև է, հոգատար է, մարդը հասկանում է, որ այդ բնությունն է իրան պահում։ Ինքն էլ պիտի այդ բնությանը պահի, ինչպես որ խրամատի մեջ ոնց որ հողը փորած է, դու հողն ես պահում, բայց հողի մեջ ես, հողն էլ քեզ է պահում։ Նաև մարդ հարաբերությունները։ Հա, ամենակարևորը դա է, մարդ հարաբերությունները, մենք ունենք շատ հետաքրքիր հարսանեկան ծես 7-7 գիշերվա, որտեղ երևում է ընտանեկան մի ամբողջ փիլիսոփայություն։ Եթե հաշվի առնենք, հիմա ընտանեկան արժեքները շատ փոխված են։ Այն ժամանակ ուրիշ էր, մարդիկ ամուսնանում էին եւ պիտի կյանք ապրեին իրար հետ, այսինքն տասնյակ զավակներ մեծացնեին, նահապետական ընտանիք, որ ասենք եղել է 60-70 հոգով ապրել են իրար հետ մի տան մեջ։ Այսօրով կարող է 60-70 հոգով մի տան մեջ ապրի, կարող է ասենք մի քանի հոգի կոմայի մեջ ընկնեն առաջին 30 րոպեվա մեջ, սակայն մեր ժողովուրդը մշակել է մի ընտանեկան մատրիցա, այսպես ասենք, սիստեմ, որտեղ այդ նահապետական ընտանիք կոչվածը, որը նույնպես այսօր շատ աղճատված է ներկայացնում, իբր թե այնտեղ կանանց իրավունքներն են հոտով, այդպեսի բան չկա բացարձակ, հակառակը ապրել են։ Միշտ էլ մեծարված է եղել։ Այո, ապրել են շատ ներդաշնակ, շատ սիրով, այո, համակարգված, որոշակի խստություն, կարգ ու կանոն պահպանելով, բայց միևնույն ժամանակ կյանքով լի, սիրով լի, ինձ միշտ հետաքրքրում էր, որ
թակավոր ու թակուի են ասում Հարսին ու Փեսային, այսօր ինձ ցուցադրական է դա թվում։ Այսօր մի քիչ տենց մեր թագավորը ախպերն ու մեր թագուի քուրիկը sense բաներ կան, սակայն եթե այդ շերտը վրայից հանում ենք, եւ եթե փորձենք պատկերացնել մի ընտանիք կամ մի զույգ, որտեղ զրո ցուցադրականությամբ միայն իրենց մեջ, ասենք տղան կամ տղամարդը ամուսինը նայում է իր կնոջը եւ ինքը իր մեջ մտածում է, ասում է, այս կինը իմ թագուհին է։ Այս աղջիկներ կիններ նայում է իր ամուսնուն, նայում ասում է, այս տղամարդը իմ թագավորն է։ Սա զուտ ներքին փոխհարաբերության մի հետաքրքիր մակարդակի է բերում, առանց էլ եմ ասում, ավելորդ ինչ որ ցուցադրականության, մեծամտության, հակառակը խոնարհությամբ ավելի։ Եվ սա շատ ավելի երկար ապրեցնող սիստեմ է, քան ժամանակակից օրինակ ընտանեկան արժեքները, որոնք իրականում չկան, էլի, այդպես ձևավորված բաներ չկան։ Այո, հեռացել ենք այդ ձևաչափից եւ շատ օտար մի բան էլ կան, գծեմ այդ մշակույթը ստեղծող կրող ժողովուրդը 1915 թվականին սպանվեց։ Եղավ ցեղասպանություն եւ այդ մարդիկ էլ չկային, ովքեր երգում էին այդ երգերը եւ ովքեր որ ողջ մնացին, երգելու սիրտ էլ չունեցան, ինչպես որ օրինակ Կոմիտաս վարդապետը։ Եվ այսօր էլ մեր իրականության մեջ ամբողջ աշխարհում, այս խելահեղ աշխարհում, որտեղ արդեն ակնհայտ է, որ աշխարհը կառավարում են հոգեբանական շատ ծանր խնդիրներ ունեցող շիզոֆրենիկ անձնավորություններ, իրենց բնույթով մարդասպաններ, որոնք չեն հաշվի առնում երեխայի կյանքը, ծերունու կյանքը, ոչ մի բան չեն հաշվի առնում։ Սրանք ուղղակի խելագարներ են։ Եվ մի անզորության զգացմունք է կա, որ ինչ անես, ոնց անես։ Եվ այսօր էլի շատ սուր է այդ վտանգը, որովհետև բոլոր դարերում թշնամիները, որ գալիս գնում են, ոչ միայն մեր երկրում, այդպես է աշխարհում, նրանք ավերում են նաև մշակույթը։ Եվ մենք դրա ականատեսները եղանք տարիներ առաջ։ Խոսքը Արցախի մասին է։ Եվ այսօր մի տեսակ հրամայական կարծես լինի, կյանքը շարունակելու երեխաներին ինչ որ արժեքներ փոխանցելու հրամայական կարծես լինի, այս կոմիտասյան ժառանգությանը վերածնունդի հարթակ ստեղծելը։ Այս երգերով մենք կարող ենք իրար հետ կապվել զգացմունքային։ Այս երգերը, գիտեք, վերքերը լինում են տարբեր տեսակի, կա ֆիզիկական վերք, որ եւ կա նաեւ հոգու այդ զգացմունքային աշխարհի վերքը։ Այ օրինակ այս երգերը շատ բուժող հատկություն ունեն։ Իսկ կներեք, հենց այդ մասին է ուզում հարցնել, որովհետեւ ձեր ներկայացման առանցքներից մեկը գուցե հենց այդ արտահայտությունը մեր երգերը կբուժեն մեր վերքերը։ Եվ դա շատ կարեւոր միտք է, բայց հենց այդ վերքերի մասին է ուզում խոսենք, քանի որ գիտենք դեռ բաց չամոքված վերքեր կան այսօր։ Եվ արդյոք երգը ձեր կարծիքով միայն մխիթարանք է, թե նաև յուրատեսակ զենք է այդ վերքերը ամոքելու համար։ Մի երգ կա, որ ներկայացման ժամանակ երգում ենք հանդիսատեսի հետ, մանկությունից եկած ամենապարզ երգերից մեկն է Լորիկի մասին։ Քելե քելքիտ այս երկի մեջ ինձ շատ այսպես հրապուրել հմայել է այդ կերպարը եւ իր վերաբերմունքը Լորիկին։ Եթե փորձենք հոգեբանորեն բացել երկի պատկերը, մենք կտեսնենք էլի վերաբերմունք։ Լորիկը իդեպ մենք որպես ծիտիկ ենք ընկալում շատ, բայց ինքը նաեւ աղջկա անուն է։ Երկու բանն էլ կա, էլի։ Այսինքն մենք տեսնում ենք մի կերպար, որը այդ վիրավոր Լորիկին մենակ չի թողնում, անտարբեր չի անցնում կողքով, լինելով ավելի ուժեղ, ավել չի վնասում, չի ցավացնում ավելի շատ, հակառակը փորձում է գոտե պնդել, ոգևորել, ուժ տալ եւ ասում է քելե, պիտի ոտքի կանգնես, պիտի թռնես, չէ, քելքիդ մեռնեմ, քո գովական խելքի մեռնեմ, որ երկում ենք հանդիսատեսի, դες չգիտեմ, ինչ որ մի sense զարմանալի էներգետիկ դաշտ է ստեղծվում, որ տպավորություն է, որ ինչ որ վերք է բացվում ու ոնց որ դարման գա մի հատ այդ վերքի վրա։ Այդ մի երկով իհարկե բոլոր վերքերը չեն բուժվի։ Այդ վերքերի ճանապարհը մենք անցնում ենք իրար հետ համ որպես հայ ժողովուրդ, հայազգ իրար հետ ապրող մարդիկ, բայց կա մի հատ էլ անհատական, որ յուրաքանչյուր մարդ ինքն է անցնում եւ վստահեցնում եմ ձեզ, մեր երգերը երաժշտությունը շատ կօգնեն։ Ես ինքս էքսպերիմենտներ եմ սիրում անել այդպես մշակութային, օրինակ մի տարի ամեն առավոտ, համարյա ամեն առավոտ, դե առավոտը մենք հայերս ծես
ռիտուալ սիրող ժողովուրդ ենք, էլի Ավելի շատ կամ բովանդակությունը։ ծիսական ժողովուրդ ենք, օրինակ առավոտվա սկիզբը նույնպես մի ծես է։ Մեկը ասենք մարզանքի անում, մեկը աղոթքի անում, մեկը սուրճ ըմպում։ Ես վստահեցնում եմ ձեզ, եթե հետևողական ամեն առավոտ լսեք Կոմիտասյան որևէ ստեղծագործություն, օրինակ Արաքս խմբի կատարմամբ Էրզրումի շորորը կամ ասենք Շուշիկին կամ Վաղարշապատի պարը կամ Նորայր Քարտաշյանի Տիգրանակերտի պարը շատ հետաքրքիր էներգետիկ դաշտ է ձեզ վրա գալու, որ ոնց որ հեռախոսն է լիցքավորվում կամ մարդը գիշերը քնում արթնանում է լիցքավորած, դա էլ մի այդպես էներգիա է տալիս։ Գիտությունը արդեն վաղուց ապացուցել է, որ մարդը էներգիա է, բացի ես ոդկ ձեռք ման մեր մեջ էներգետիկ շարժեր կան, էլի ատոմը որ բացում ես բան մեջը էներգիա է եւ սա էլ մի հատ շատ կարեւոր լիցք է լինելու եւ հաշվի առնելով որ իսկապես մենք չգիտենք վաղը ինչ է լինելու ես մեկ ինքսին վրա եմ զարմանում որ 10 տարվա ծրագրեր եմ մշակում բայց ես չգիտեմ վաղը ինչ է լինելու ոչ ոք չգիտի ամեն դեպքում մեզ ռեսուրսներ են պետք մեզ պետք է գալու համագործակցություն իրար հետ մեզ պետք է գալու իրար ճանաչել այդ ինքնության պահը որն է մենք բոլորս շատ տարբեր մարդիկ ենք ամեն մարդ մի առանձին տիեզերք է իր այդ ներքին ձայն աշխարհով իր կյանքով իր ճակատագրով իր ուրախությամբ ու տխրությամբ որն են այն կետերը որտեղ մենք կարող ենք մնալով տարբեր մարդիկ առանձին շատ տարբեր կարծիքներ ունեցող մարդիկ տարբեր հարցերի շուրջ այ այդ ինքնության նույնականացման դաշտը որ կա, որտեղ լեզուն է, պատմությունն է, երգը մեր, երգարվեստն ու երաժշտությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում։ Ես պատկերացրեք օրինակ մի թիմ, որը կարող է 10 երգ երգել, ընտիր երգեն իրար հետ։ Եվ մի թիմ, որը չի կարող երգել։ Չեմ ուզում կռվացնել, սակայն այս թիմը, որ միասին երգում է, վստահաբար մի ինչ-որ ուրիշ զգացմունքային կապ ունեն։ Երբ նաև բովանդակությունն են երգում ոչ միայն միասնական է նաև ոչ միայն բառերն ու մեղեդին էլի երբ որ բովանդակությունն է նաև երգվում այդտեղ ինքնությունը իսկապես բացահայտվում է ասենք այդ թակվորագովքերը որ ես լսում եմ իմ ամենասիրելի հարսանեկան երգերի մեջ մենք ունենք թակվորագովքեր որ ասեցի թակավոր թակը որ լսում ես մեկ էլ այդ ընկալումը օրինակ որ մենք մի ժողովուրդ ենք որը համաշխարհային պատմության թատերաբեմում ունեցել է կարևոր դիրք ունեցող թագավորական դինաստիաներ ասենք հնագույն ժամանակներից մինչև Ուրարտական շրջան, հետո Երևանդունիներ, Արտաշեսյաններ, Արշակունիներ, Բագրատունիներ այդ ազնվականություն ենք մենք ունեցել որը իհարկե արաբական արշավանքների եւ շատ այլ պատճառներով այսպես վերացավ գլխատվեց դա էլ մի այսպես ապրիլի 24-ի պես մի բան էր հայ ժողովրդի գլխին ուղղակի միջնադարում, որտեղ ազնվականությունը գլխատեցին, ինչպես ապրիլի 24-ի մտավորականությունը։ Եվ այսպես մերկացավ ժողովրդի միտքը, այսպես ասենք։ Ու այդ զգացմունքները մի տեսակ ավելի ամրություն են տալիս, էլի։ Պայքարի մեջ մինչև վերջ գնալու համար ընդդեմ ինչ որ բանի լինելը բավական չէ։ Պետք է հստակ իմանալ հանուն ինչի։ Ընդդեմը լավ է, մոտիվացնող է, սակայն ճանապարհի կեսից կարող էլ չհերիքի։ Հայերը իրենց պատմության մեջ միշտ գոյատևել են սարսափելի իհարկե դժվարությունների եւ ցավերի միջով անցնելով, սակայն ապրել են գոյատևել բառը չեմ սիրում ճիշտ ասած, այդ գոյ արմատը դուրս չի գալիս։ Շարունակել են ապրել, որովհետեւ այդ հանունը իսկապես կարող մարդիկ ենք ունեցել այդ հանունը մինչև վերջ տանող մարդիկ ենք ունեցել այսպես այսօր շատ երևի նորաձև է դարձել այսպիսի մի հարցի տեսակ եւ ես փաստորեն զերծ չեմ մնում եւ ուզում եմ այդ հարցը նաեւ ձեզ ուղղել եթե հնարավորություն լիներ այ դուք այդքան ուսումնասիրել եք Կոմիտասին իսկ դա մի հավերժություն է մի աշխարհ եթե հնարավորություն լիներ Կոմիտասին հանդիպելու ինչ չբացահայտված կամ դեռ չհասկացած հարցեր կան, որ կուզեիք ուղղել կամ գուցե հարց չէ, ինչ որ բան
կցանկանայիք ասել նրան։ Չեմ կարող այս բանը այդ հարցին պատասխանել, մի քիչ պիտի մտածեմ ճիշտն ասած, սակայն Այսպես եթե հանկարծակի հանդիպեք Չգիտեմ, ինձ թվում է կհուզվեի շատ, կարտասվեի մի անգամից, որովհետև պատկերացրեցի ինչ որ աչքերս թացացան։ Չգիտեմ ինչ կհարցնեի։ Իրականում եթե ցանկանանք, մենք կարող ենք հանդիպել Կոմիտասին հենց այս բան։ Շատ մեծ գրականություն կա եւ մարդու երևակայությունը թույլ է տալիս այդ շփումների մեջ մտնել։ Չէ, մենք երևակայություն ունենք եւ ասենք մենք կարող ենք հենց այստեղ խոսելով պատկերացնել ոնց ենք լուսնի վրա նստած պայմանական էլի կամ Մարսի վրա։ Եվ այդ նույն երևակայությունը թույլ է տալիս այդ շփումը ունենալ նրա հետ։ Մենք ունենք նրա նամակագրությունները, բազմաթիվ տվյալներ, այսինքն ինչպես հրաշալի է որ ձայնն է պահպանվել։ Այո, դա իսկապես մեծ երջանկություն է։ Ես մի քանի բացեր կան ինձ համար իհարկե ես բավականաչափ չեմ, ինչքան էլ ես ուսումնասիրել եմ, ես մասնագետ չեմ։ Իսկապես պիտի շնորհակալ լինենք Արթուր Շահնազարյանին, Մհեր Նավոյանին, Լուսինե Սահակյանին, Լուսինե Սահակյանը, Մհեր Նավոյանը, շատ մարդիկ կան, իսկապես ժամանակին Ռոբերտ Աթայանը, ով մի ամբողջ կյանք նվիրեց Կոմիտասի ուսումնասիրմանը եւ շատ լավ է եւ ուրախացնող է, որ կան ժառանգներ, բառի փոխաբերական իմաստով, որ այսօր շարունակում են ուսումնասիրել եւ հուսանք, որ իդեմս ձեզ նաև նոր սերունդը նույնպես կշարունակի ուսումնասիրել այդ անուն։ Գիտեք ոնց է, ես ոնց որ այս վերջերս դե շատ եմ հանդիպում, շատ եմ խոսում Կոմիտասի մասին, սակայն կան մարդիկ, որոնք 100-ապատիկ, 1000-ապատիկ ավելի արժանի են այստեղ նստած խոսել Կոմիտասի մասին, թե իրենց ապրածով, թե իրենց գիտելիքով, ուղղակի այսպես բախտի բերմամբ, չգիտեմ, ես եմ այստեղ նստած Եվ իսկապես այդ մարդիկ նրանք պիտի լինեն մեր հասարակության առաջին դեմքերը, այսպես ասեմ, որովհետև առանց մշակույթ երկիրը բանի պետք չի։ Այն էլ մեր ժողովրդի դեպքում էլի, որ անընդհատ այս հարվածների տակ ենք ապրում։ Այսօր իհարկե փորձեր արվում են ինչ որ բան ջնջել մեր ենթագիտակցությունից, մեր հիշողությունից, պատմական հիշողությունից, ջնջել անցյալը հնարավոր չէ։ Եվ դա անհատների ցանկությամբ չի լինում։ Կան մարդիկ, ովքեր իրենց նվիրական աշխատանքով, հատկապես մշակութային ասպարեզում, այսօր պահպանում եւ փոխանցում են գալիք սերունդներին այն հսկայական ժառանգությունը, որ եւ բարի տեսքով, եւ ավանդույթների, եւ ծեսերի, երաժշտության։ Գիտեք ինչն է հարցը։ Մարդաբանները իհարկե ավելի լավ կնկարագրեն այս ամենը, բայց մարդը շատ այսպես ուղղորդվող է։ Օրինակ ձայների թեմային վերադառնալով Ադոլֆ Հիտլերի ձայնը 20-րդ դարը տվեց տեխնիկական այն հնարավորությունը, որ տասնյակ հազարավոր մարդիկ լսեն նրա ձայնը հրապարակում եւ ռադիոյով լսեն նրա ձայնը։ Այդ ձայնը անդադար այդ ներշնչանք տվող տարբեր գաղափարներ սրսկող մի ամբողջ ժողովրդի հոգեբանության վրա ազդեց։ Այսպիսի բաներ էլ կան էլի եւ այսօր այդ մարտահրավերները շատ ավելի սրված են այս արհեստական բանականության ժամանակաշրջանում օրինակ մեր երեխաները նրանց երեխաները ո՞նց են իրար ճանաչելու ո՞նց են իրար հետ նույնականանալու որպես հայեր դրա համար եմ ասում սա ուղղակի սովորական երգ ու երաժշտություն չի շատ գեղեցիկ երգեր շատ կան մեր դեպքում սա իսկապես հարատևման այ լավ բառ է գոյատևման փոխարեն հարատևման բանալիներից մեկն է եւ մի բան էլ ասեմ էլի որ գիտեք այս պատերազմներ արհեստական բանականություններ տռապռ sense ահասարսուր բաների հետ մեկտեղ մենք գալիս ենք այս աշխարհը ապրում ենք մի կյանք ու չգիտենք հետո ինչ է լինելու շատ տարբեր կարծիքներ կան ամեն մարդ իր կարծիքն է ձևակերպում Երանելի են մարդը, որ կարողանում է ինչ-որ ներդաշնակություն գտնել այս աշխարհում, որտեվ ինչպես գնալով ավելի համոզվում ենք այս աշխարհում չես կարող միայն երջանիկ լինել։ Այդպես չի լինում, չի ստացվում։ Այս այդ աշխարհը չի։ Չես էլ գնահատի երջանկության պահերը, թե հավերժ երջանիկ լինես։ Այո, իսկ այս երգերի մեջ հնարավոր է գտնել այդ երջանկությունը։ Հենց առաջին հերթին զգացմունքային, ասենք
Երկինքն ամպել է ինչ անուշ թոնես։ Գիտեք ինչ որ մի հատ ալիք կա մեջ էլի, մի անգամից ինչ որ ներքին զգայական թեթևություն բերող։ Եթե պետք է մենք օրինակ պայքարի մեջ մտնենք, մենք ունենք էպիկ երգեր, հզոր երգեր, նույն Մոկաց Միրզան, որը մի ամբողջ պոեմ է, սիրային, հերոսական պատում է։ Աշխատանքի մեջ ունենք աշխատանքի երգեր, պարերգեր, ամեն ինչ ստեղծված է։ Եվ սա իսկապես շատ-շատ գեղեցիկ երգարվեստ է, մշակույթ է, Պարուս Սևակի ասած առանց գերադասելու մեզ, երբեմն գուցե իզուր, այսպես համեստության շրջանակներից դուրս գալով, սակայն հայերը նաև ունեն այդ իրավունքը ցույց տալու, որ տեսեք ինչ մշակույթ մենք ունենք։ Այսպիսի մշակույթ չգիտեմ էլ որ մի ժողովուրդ ունի։ Առանց կռվացնելու, ուղղակի նաև փորձելով այնպես անել, որ գնահատվի սա։ Ու մի բան էլ ասեմ, մի քանի բացեր կան, օրինակ վարդապետի կյանքի հետ կապված, որ ավելի շատ եմ ուզում ես շրջանում ուսումնասիրել, օրինակ ոնց եղավ, որ այդ նրան տարան հոգեբուժարան, ով էր այդ որոշման հետևում կանգնած, հետո ոնց տեղափոխեցին Ֆրանսիա, ասել են իրան, որ տանում են Ֆրանսիա համերգի, կտենց է մտածել, ինչի հետո այտենց 20 տարի մնաց ինքը այդտեղ, միթե հնարավոր չէր, այսօր ասում ենք 1915 թվականին նրան աքսորեցին 2 շաբաթ հետո վերադարձավ հոգեկանը խանգարված, խելագարի տեղ ենք այդ մարդուն դրել, օրինակ 44 օրյա պատերազմից հետո այտենց մի հատ հայ կա, որ հոգեկանը խանգարված չէր, եւ մինչ օրս Իմը օրինակ խանգարված էր, հիմա ինչ բոլորս պիտի գնանք խելագարան վայրերում ապրենք։ Ինչ է մարդուն մի հատ այսպես հոգատար միջավայր չհասավ էլի իսկականից։ Սենց այս օրինակ այս հարցերը ինձ շատ ցավեցնող հարցեր են, սակայն իր վերջին հարցազրույցում 1933 թե 4 թվականին կարծեմ շատ այսպես սթափ մարդու խոսք ենք մենք տեսնում Այնտեղ մի հատ պահ կա, որ իրեն ասում են վարդապետ, մեր մշակույթը աշխարհը ճանաչի, աշխարհը գնահատի, տեսնի ինչ մշակույթ ունենք, եւ վարդապետն ասում է, որ բառացի չեմ հիշում, բայց միտքն է, որ ասում է հանգիստ թողեք աշխարհը։ Աշխարհը կճանաչի, կգնահատի, դուք ձեր տանը երգեք այդ երգերը։ Սա առաջին հերթին, այսպես ասած, ժամանակակից լեզվով ասած, ներքին սպառման արտադրություն է։ Միթե մենք չենք կարող մեր տներում երբ հավաքվում ենք ծնունդի, երգում ենք իրար հետ, մի հատ էլ ասենք կոմիտաս երգենք, ինչ կլինի։ Երբ որ հարսանիքներ ենք անում, մի քանի թակվորակ ովքեր հնչեցնենք, մի քանի շուրջ պարեր անենք խնամիներով, բարեկամներով, չէ՞ որ նորապսակների միությամբ մեծ ընտանիքներ են միավորվում, պատկերացրեք այն ժամանակ 7 օր իրար հետ պարած երկած խնամիները, ինչ կռված բարի շատ այսպես ասենք էլի, ինչ ուրիշ ամուր կապ են ունեցել իրար հետ։ Այդ խնամի ծանոթ բարեկամ կոչվածը, որը իրականում շատ լավ բան է, եթե ճիշտ օգտագործվի։ Ուղղակի ինքը օգտագործվեց ունես, որ խնամի ծանոթը, որը նա բացասական երանգ է դրվում այդ։ Որը ինչ ասենք, ասենք գիտելիք օրինակ չի տերապետում, զուտ խնամի ծանոթ լինելու շնորհիվ է այդտեղ։ Դա շատ սխալ է։ Դրա համար աղճատվեց պատկերը, բայց դա համագործակցության ձև է, դաշտ է։ Լուսահոգի Հացպանյանը մի դասախոսություն ուներ Նարեկացի կենտրոնում, որտեղ շատ մանրամասն պատմական փաստերով պատմում էր ոնց են հայերը Չինաստանից մինչև Վենետիկ մի ամբողջ առևտրական համակարգ ղեկավարել եւ բոլորից լավ, շատ ավելի արագ են ամեն ինչ իրականացնել եւ գիտեք ինչի շնորհիվ են նրանց այդ մարդիկ աշխատել, որովհետեւ նրանք եղել են վստահելի, չեն խաբել։ Միթե այսօր այսպես են աշխատում հայերը։ Այսպիսի շատ բարոյական եւ մշակութային դրույթներ կան, որոնք այս երգերի մեջ բացվում են, սկսում են երևալ։ Առանց փորձելու այսպես ինչ որ կատարյալ պատկերներ ստեղծել, բացարձակ այդպիսի բան չկա, բայց հաստատ մենք կարող ենք ինչ որ աղբյուրներ գտնել, որոնք մեզ կսնեն որպես մարդ, որպես հայ մարդ, որպես հայերի հետ ապրող մարդ, եւ որոնք ինչ որ համ մոտիվացիա են որպես հանդիսանում, համ էլ հետևողական աշխատանքի ուժ են տալիս, որտեղ մոտիվացիան լավ է գործը սկսելու համար, բայց հետևողական աշխատանք է պետք այն ավարտին հասցնելու համար։ Եվ այսօր մենք հազարը մի բան ունենք անելու, եւ իմ համոզմամբ առաջին հերթին պետք է վերականգնել մշակույթը։ Իհարկե դուք համեստորեն ասացիք, որ ձեր տեղ կարող էր ուրիշ մարդ նստած լիներ, բայց այսօր դուք եք։ Եվ այնպես քիչ առաջ նշեցիք մոտիվացիան, որ բերեցիք ձեզ հետ, այս զրույցը կարելի կարծում եմ մի քանի անգամ լսել, միայն այն պատճառով, որ յուրաքանչյուրը գտնի իր ներքին լույսը, հետևի այդ լույսին
Եվ չմոռանա նաև ինչու ոչ օրը սկսել հենց հայկական երգով, որովհետև շատ մեծ էներգիա կա, մեծ լավատեսություն կա, կենսահաստատ տրամադրություն կա հայոց երգերի մեջ, որոնց մասին այսօր խոսեցինք եւ պայմանավորվեցինք, որ ոչ թե այսօր սգալու ենք, այլ գտնելու ենք այն ճանապարհը ուղին, որը ապրեցնում է հային եւ հասցրել է այսօրվան, թեև շատ մեծ դժվարությունների միջով անցած, բայց ապրում ենք եւ արարում։ Եվ ձեր արվեստը դրա վառ ապացույցն է։ Գիտեք, այս զրույցից ես շատ բան ինձ համար անձամբ բացահայտեցի, բայց շատ տպավորվեց այն մուրացիկը, ում մանրադրամի փոխարեն տվեցիք երգ։ Հա, ես տես մի կատակ եմ X-ի մասին անում, ասում։ Շատ խորհրդանշական է։ Եվ արդյոք մանրադրամը այդ պահին ավելի մեծ արժեք կունենար։ Դե միգուցե եթե այսպես շատ նյութականացնենք, մի հաց կգներ, բայց մեկ ուրիշը կտա այդ հացի գումարը, բայց երգը հազվադեպ մարդ կտար։ Ճիշտն ասած, այդ դեպքից հետո մի հատ էլ փորձեցի երգել, մի անգամ էլ Չընդունեցին։ Չէ, միշտ լավ ասում։ Մի անգամ Սիրահարների այգում նստած եմ, մի մարդ մոտեցավ, ասաց՝ «Բարև ձեզ։ Ինձ 600 դրամ է հարկավոր հոկտեմբերյան հասնելու համար»։ Հանեցի մոտս կոպեկով 400, ասեն 200 մի հատ երգեմ, երգով գնացեք ճանապարհը, էլի երգեցի։ Ամպելաձուն չի սենց արեց։ Ես 6 տարի է գնում եմ հոկտեմբերյան, այսպեսի բան չէր եղել ինձ հետ։ Այս է հրաշքը։ Մետս կատակ եմ անում X-ի մասին, ասում եմ միտեղ մուրացկանները հանդիպում են, ասում են, դրան չմոտենակ, թող չի տալի երկում ճանապարհ, բայց իրականում այդ ինչ որ տենց հանկարծ շատ բարի տղա հետ տպարություն չեմ ուզում թողնել, այդպես ինքնաբերաբար է ստացվել, բայց այս երգերը ոչ թե պիտի դառնան կոմերցիոն տենց հիթեր բան, այս դաշտը չէ՞ էլի, իրանք պիտի տարածվեն մարդկանց մեջ, դա իրանք պիտի դառնան մեր կյանքի ուղեկիցները, Մեր ձայն աշխարհը։ Այո։ Շնորհակալություն։ Հիշեցնում այսօր հյուրընկալել էինք երգիչ դերասան Հայկ Պետրոսյանին։ Ձեզ հետ էր Սուսաննա Հովհաննիսյանը, մինչ նոր հանդիպում։